178 աշխարհ, 179 աշխարհ, աշխարհ, 291 աշխարհ, 292 աշխարհ, 292 աշխարհ, 294 աշխարհ, Ժառանգներ պատյում։ Ինչ։ Էդ ոնց ես խոսում հորդ հետ, այդ տղա։ Իդեպ Արամնուր, հա։ Մամա ջան, ես ուր եմ։ Վայ։ Ես որտեղ եմ։ Ոնց եմ հայտնել այստեղ։ Արամ։ Ես ոնց եմ ստեղ հայտվել։ Բաց թողեք։ Արամ։ Բալես, էդ ինչ ես անում այդտեղ։ Հերս, ինձ է թված առևանգել են ինձ։ Տո քեզ ով պետք է առևանգի։ Մանավանդ այն ժամանակ, երբ որ հայրիկը մի կոպեկ փող չունի, բանկրոտ է եղել էս մարդը։ Այս քո հանգստությունն ինձ հուշում է, որ սա քո ձեռքի գործն է։ Ոչ թե իմ ձեռքի գործն է, այլ իր ձենի գործն է, ես կասեի անմարդկային խռոցի ձենի գործն է։ Բերել եմ ստեղ, որ հանգիստ քնի։ 5 րոպեից հյուրասենյակում ընտանեկան ժողով։ Դու ստեղ ընտելացի հետ քո նոր հարևանների հետ, ընդեղ չգիտեմ, թստան բոլոշներ, մուկիկներ, կռիչներ, բարի դրացիական հարաբերություններ ստեղծի, որտեղ ոնց հասկանում դու միշտ ստեղ ես քնելու։ Սավեն, արյոքնի իջացրու, ես իմ արարքների համար հետո պատասխանատու չեմ։ Սավեն, Սավեն ջան, Մարգո, ասում ես ոնց քնեցիր։ Հուսամ ես դեռ քնած եմ, որովհետև սա իմ համար երազամ, ես կասեի կոշմար։ Եթե ուզում ես կուլտուրական երևաս կամ ճիշտ ռուսերեն խոսա կամ ասա սարսափ։ Կլինի լեզվիդ չտաս, պարոն լեզվաբան։ Իսկ կլինի ընդհանրապես լռեք։ Իսկ Արամը ինչ եղավ։ Իդեպ, օգնի թող աղբերը տիչնի։ Լավ էլ պետք չի, հասավ։ դու քո հալը հետո կտենաս։ Ոյ լավ էլի Արամ ջան, խնդրում եմ, հանկարծ ինչ խարազան ես, իմ լեպլեկոն եղբայրից։ Ման չկա, բալես, հանգստացի։ Հիմա լսեք, թե ինչ եմ ասում ես, ասեմ, ինչի համար եմ ձեզ այստեղ հավաքել։ Հավաքել ես ստեղ, որ ասես ես ամեն ինչը պրանկ էր, ու մենք պրանկի մեջ չենք։ Ուրեմն կղանքի մեջ ենք։ Տենում ես, որ ուզում ես կարող ես հայերեն խոսալ, բայց ճիշտ է դա է։ Իսկ կլինի պապային չընդհատեք, լսենք ինչ է ասում։ Գաբի, ինչ-որ մի տեսակ փոխվել ես, ինչ-որ արագ հարմարվեցիր ես վիճակին։ Չկա տենց բան, ընդհանրապես չեմ հարմարվել։ Լավ, բոլորդ լռեք, տեսեք ինչ եք անում, քրքրում եք դարակները, ով ինչ գտնում է, են էլ հագնում է, որովհետև այսօր դուրս եք գալու։ Ինչի պիտի դուրս գանք։ Գնացեք փոխվեք, եկեք կասեմ։ Հա, բայց ինչ ենք հագնելու հերս։ Ինչ որ գտնեք, են էլ հագեք։ Բալես։ Ես այս տանից դուրս գալու համար պատրաստ եմ նույնիսկ գյուղական աուտֆիթի։ Ժողովուրդ, գյուղ ready with me։ Պապա, հիմա կասես մենք ինչի պիտի դուրս գանք։ Հիմա Զավենը գա, կասեմ։ Զավ է, ես խարատը լավ ես ասմա, կես խեմ ինչով իմ ոչ էիր հակնում։
Հայրիկ, ստեղ հագնելու բան չկա։ Ու ավելի շուտ կա, բայց դու իմ հոգով չի։ Դու որ ես տեսքով տնից դուրս գաս, քեզ կտանեն գժանոց։ Ես գյուղում գժանոցը կա։ Հա, հենց նոր է բացվել։ Հեսա։ Ժողովուրդ, ամեն դեպքում իմ մասին մի անհանգստացեք, ես իմ գլխի ջարը կտենամ։ Լավ, դու ինչ կանես արա։ Հիմա ուշադիր լսեք, ինչի համար եմ ես ձեզ հավաքել։ Մինչև այսօր ես եմ ձեզ կերակրել։ Հիմա այնպես է ստացվել, որ դուք պիտի կերակրեք ինքներդ ձեզ։ Ու իհարկե լավ կլինի նաև ինձ։ Պապ ջան, ասացիդ կոնցեպտը, big idea-ն հասկացա լրիվ, բայց իրականացումը այդքանը չեմ պատկերացնում ես։ Ոչինչ, ոչ։ Հիմա ես ձեր հնարամտությունն եմ ուզում ստուգել։ Հիմա դուք բոլորը տնից դուրս եք գալիս, ու ես մեծ հույս եմ փայփայում, որ կվերադառնաք ուտելիքով։ Ախր հայրիկ ջան, մենք ստեղ ոչ մեկին չենք ճանաչում, է։ Հնարավոր է դուրս գանք ու հետ չկարենանք վերադառնանք։ Մանավանդ է Սարամը։ Դու քո տեղը խոսա, է։ Ես պատրաստ եմ։ Ինչ ես խոսում, Գաբի։ Հենց այդ է, որ այսքանի միջից ամենաանպատրաստը դու ես։ Մամա կլինի ինչ չթերագնահատես։ Գաբի ջան, անկեղծ ասած, քո ասածը հիմա ինձ համար անակնկալ էր, բայց պիտի ասեմ նաև, որ շատ ուրախալի էր։ Իսկ իմ համար բոլոր կողմերից էլ սարսափելի է, Կարլեն։ Դու ոչ միտեղ չես գնում։ Մամա գնում եմ։ Չես գնում։ Գնում եմ։ Չես գնում։ Շատ ներողություն եմ խնդրում, որ ընդհատում եմ ձեր քաղաքական դեբատը, բայց ախր հայրիկ ջան, ես հասկանում եմ քո առաջադրանքը, քո առաջարկը, ինչի նաև խնդրանքը, բայց Սա խնդրանք չի, Զավեն։ Պահանջա։ Բայց ես համաձայն եմ Զովոյի հետ։ արա դու ինչ գիտես, ես ինչ եմ ասում, որ մի հատ էլ համաձայն ես։ Պարզ չի, ասելու իր բանա։ Ինչ էիր ասելու։ Լավ, հերիքա դեր, օրը ճաշ դարավ արդեն։ Դու էլ հանգիստ բայ, քեզ ցավը տանեմ, հանգիստ բոլես։ Ճաշ ասեցիր ախուժակս գրմռած։ Նա ինչ ենք ուտելու։ Ահա, պատճառն էլ կա։ Հիմա բոլորը տնից դուրս եք գալիս, ու ես ձեզ ասում եմ բարի ճանապարհ։ Եվ որ ավելի կարևորը, բարի վերադարձ։ Բայց հա որ Դուք էլ տղա եք կոչվում։ Ես գնացի։ Գաբի, Ճիշտ ասում եմ։ Մարգո, Գաբի Սարև, ես այս շորերով այս տնից դուրս եկողը չեմ։ լավ։ Ես այս կողմ եմ գնում։ ոնց ես կողմ եմ գնում։ Ուր էլ գնանք իրար հետ պետք է գնանք։ Ես քո հետ այս տեսքով ոչ միտեղ չեմ գնա, այդ cringe դասակարգ։ Ես համաձայն եմ Գաբիի հետ։ Արամուս, լավ չես կարող այդ գազարը։ Հանգստացի մի հատ։ Կրինժի պահով չեմ ասում համաձայն եմ։ Տարբեր ուղղություններ գնալու պահով եմ ասում։ Տենց ավելի շատ է շանսերը ուտելիք հայթայթելու։ Վաբշե կինո չես նայ, չեմ հասկանում։ Մի խոսքով ես գնացի։ Հարես Գաբին որտեղ է ուզում ես գցի, է։ Ես էլ այն կողմ եմ գնում։ Հաջողություն մեզ։ Հաջող։ Բան ա եղել աղջիկ ջան։ Այս մեքենա է։ Ավելին ասեմ, ես կարի մեքենա է։ Դե անունս Կարեն է, էլի։ Ինձ Կարեն ասում։ Ինչ ես ուզում ազի ջան։ Ինձ կարակ տանեք Երևան։ Ոնց չենք կարա։ Բա քեզ ասում եմ, չէ, կարի մեքենա։ Էս կարի մեքենա։ Դե գնացինք։ Ում եք սպասում։ Նստի։ Գնաց։ Ոնց թե նստի։ Բա չեք բացում իմ դուռը։ Ձեռել ունես, սիրուն մատերել ունես։ Ձեռը գցի տակից բաց։
Ոնց հասկացա, մեր մոտ էլ քիչ չես, հա? Բա ում աղջիկն ես։ Մամայիս ու պապայիս։ Մամայիս ու պապայիս։ Օրիգինալ է։ Երկար ճանապարհ են գնալու։ Մոտս չորահաց ու պանիր կա։ Որ սովածանաս ասա։ Ասում եմ։ Բա ում ես ասում, վերցրու։ Շնորհակալություն։ Երևանում թռենդ է։ Տղա ջան, ես ոնց ես ման գալիս մեր փողոցներով։ Չես վախենում, որ պատահաբար ձերքդ, ոտքդ կամ գլուխդ վնասես։ Չէ, ձյաձ ջան։ Իհարկե շնորհակալ եմ ցտացավության համար, բայց ես իրականում համ ուշադիր եմ քայլում, համ էլ բախտավոր տղա եմ շատ։ Ես էլ շատ ուշադիր եմ կրակում։ Բայց դու իսկապես բախտավոր ես, որովհետև հրացանը ստանն եմ մոռացել։ Հասկացա, ձյաձ ջան, հասկացա։ Այս եղավ հայրեն։ Բարև ձեզ, լսում եմ։ Բարև ձեզ։ Ես Զավենն եմ։ Ուրախ եմ ձեր համար։ Լավն էր։ Իսկ դուք Հայաստանի հրաշալիքը տեսել եք, օրինակ ես տեսել եմ։ Ասեմ ավելին, հենց հիմա դիմացած կանոնից է։ Խանութից ինչ-որ բան կցանկանաք։ Կանութից, հա, ուտելիք տվեք։ Իսկ ավելի կոնկրետ։ Դե ավելի կոնկրետ ինչ ասեմ։ Ուտելիք տվեք, տանեմ տնեցիք ուտեն։ Էլ ինչ օրինակ։ Օրինակ չթողեք իմ երևակայության վրա եւ ասեք ինչ ուտելիքա ձեզ պետք։ Այդի դժվար է, շատ դժվար է։ Չնայած ինչն է դժվար, ինչն է դժվար։ Ինձ 4 տուփ աթենքի նագետ տվեք։ Համ համով է, համ էլ շուտ է պատրաստվում։ Կտանենք շուտ, կպատրաստենք համով կուտենք, այն Արամն էլ չի ասցնի գա տուն ու ուտի։ Դե Արամեն ձրիակեր ախպերս է, էլի։ Ձեր հետևի սառնարանում ա վերցրեք։ Լավ։ Բարև ընկեր։ Բարև։ Կարա երեխեն մազերիդ կպնի։ Ինչ կարք են գալու աղբերս։ Հեչ, ձեր հետ կապված չէր։ Մի կարա թե չէ։ Իհարկե չի կարա։ Կարող եք գիտեք կլոուն եմ։ Լավ աղբեր։ Չնայած
Եթե 25000 դրամ տաս, կարա։ 25000, ես ինչ թվեր ես կրակում։ Բա այս մազերը գիտես ինչ թանկ է, հավաքել է այդքան արժի։ Երեխեն է որ կպավ մազերից, հաստատ քանդվելու է, դրա համար 25000 դրամ։ Չէ, 25000-ը շատ ես ասում։ Լավ, 5000 դրամ։ Այ որ 300 դրամ ասեիդ կներ։ 300։ Լավ, դուր։ Այս սեղավ Գաբրիելեն, թե չեն ինչ էր։ Ապրես Զավենջան, ամեն ինչ քեզ համար իմ քույրիկ։ Իսկ ձեզ ստիպված եմ ստեղ թողնել։ Ինչ կապ ունի, որ աղբանություն կմնաք։ Ես ոնց կարեի այդ հաղթեի։ Մարդ ոնց կարեի իրան այդքան չհարգի։ 8540 դրամ։ Պետքան բան։ Այո։ Բումաժնիկս եմ մոռացել տունը։ Լավ, սենց կանենք։ Կարող ենք չէ, խանութում կրեդիտ ձևակերպենք, մենք ոնց հայդր է այդ հայկական անունը։ Նիսիա։ Չէ, չեք կարա։ Ինչի՞։ Որովհետև ես ես չեմ ճանաչում։ Նոր անունս ասի Զավեն։ Այս ընթացքում էլ բան չի փոխվել։ Զավեն ջան, Հաջան։ հաջողություն։ Հաջողություն։ Բարև ձեզ։ Բարև ձեզ, արդեն ընտրել եք։ Հա, ընտրել ենք, ուղղակի մի խնդիր կա։ Ինձ մոտ հիմա գումար չկա։ Ոք չէ, մոբայլ ցենտրում գործում են ապարիկի բացառիկ պայմաններ։ Լուրջ եք ասում։ Այդ շատ լավ է։ Իսկ ձեզ կարող եմ մի բան խնդրել։ Իհարկե, Որ խնդրեմ, ձեր հեռախոսը կտակ մի հատ զանգ անեմ։ իհարկե խնդրեմ։ Մերսի։ Ալո, Միգել։ Գաբի ուր ես, ինչ ես։ Անհանգստությունից արդեն սիրտս կտոր ալնի։ Լսի պապայի ընկերը մեր գլխի սարքել է։ Փողերը առել թռել է։ Մենք էլ հիմա քրեականից փախած ենք, որովհետև հետապնդման մեջ ենք։ Ինչ ես խոսում, Գաբի։ Այն հավատալ չի գալիս, բայց տենց է։ Լսի մի բան էլի քեզ հարցնեմ։ Ապարիկը ի՞նչ է։ Ինչ։ Ուզում եմ հեռախոս գնեմ, բայց մոտս գումար չկա։ Աշխատողը ասում է կայես ապարիկով գնես։ Բայց այդ ի՞նչ է։ Հաստորեն դու լուրջ ես ասում։ Այդ աստիճանի եք եմ ընկածը։ Հո, պատկերացնում ես։ Արագացրու, ուրիշի հեռախոսով եմ զանգում։ Ապարիկ էդի հնարավորությունը ինչ որ ապրանք գնաս, հետո ամիս վճարես։ Այդ շատ լավ է։ Իսկ դրա համար ի՞նչ է պետք։ Փաստաթուղթ։ Բայց իմ փաստաթղթերը իմ մոտ չեն։ Լսի, դու կարես քո փաստաթղթերը վերցնես ու գաս իմ մոտ։ Գաբ, բա դե Ալո, Միգել։ Abich, Ciao bambina. Միգել։ Ով է ուզում մազերից կպնի, մի ամաչեք, դուրս եկեք մոտեցեք, հարմար գներով, մազերից կարող եք գալ ձեռ տալ, հարմար գներով էժան որակով, 300-ից 1000 դրամ։ Խնդրեմ ձեր հեռախոսը։ Իսկ դուք ինչ որոշեցիք, ապարիկ ձևակերպում եք։ Հա, ես իմացա ինչ է ապարիկը, դե ավելի շուտ գիտեի։ Ուղղակի փաստաթղթերս հիմա մոտս չի, մի ուրիշ անգամ։ Սիրով կսպասենք ձեզ։ Ցտեսություն։ Ցտեսություն։ Հələ տես որ մամայիս ժակետ նահակել։ Մարգո։ Մարգո։ Դե հասկացանք տնից դուրս չես գալիս։ Գոնե տանը մի բան արա։ Խոսադուլ ես հայտարարը։ Ախր դու ոնց կարայիր իմ աղջկան ուղարկեիր ես հովառատի փողոցները։ Էն էլ սնունդ թայթայթելու համար։ Գաբին նույնիսկ որ զարդ է կորցնում, իր զարդատուպից չի կարողանում գտնի ուր մնաց։ Նախ ասեմ, որ հովառատ չի, հովաշենա։ Եվ հետո, եթե չես մոռացել, Գաբին իմ աղջիկն էլա,
Ու երրորդը, ինչ կարող է պատահել իմ Գաբիի հետ այստեղ։ Ոնց թե ինչ կարող է պատահել։ Գայլ կա, արջ կա։ Քեզ ով ասեց, որ այստեղ գայլ կա։ Այստեղ գայլ չկա։ Իսկ ինչի չես ասում, որ արջ չկա։ Կարող է կա։ Ոյ, Գաբիս։ Այս քանի օրվա մեջ վերջապես ինձ մարդ զգացի, որ Միգելը իմանա առանց իրա փինգբերի եմ ուտում, կվատանա։ Կարլեն։ Ասա Մարգս։ Դու ոնց ես պատկերացնում ինձ այստեղ լոգանք ընդունելուց։ Մանրամասն ներկայացնեմ պատկերացումներս։ Չես կարող։ Միևնույն է, ինչ էլ ասես, իրականությանը չի համապատասխանելու։ Ես այստեղ մտնողը չեմ։ Ճիշտ է։ Ես էլ այստեղ չէի մտնի։ Մի խոսքով այստեղ ամեն ինչ խելքի է պետք բերել։ Երևի նկատի ունես նորոգել։ Չէ, նկատի ունեմ մաքրել։ Այդ որ ասպես մաքրել, տեսնես ում նկատի ունես։ Ինձ տենց չնայես, ես այստեղ մաքրողը չեմ։ Դու այստեղ քնող եմ չէի։ Ընտանիք, ձեր միջն այդ որդին վերադարձել է որսից։ Տեսնես ոնց եղավ, որ առաջինը Արամը եկավ։ Առաջինը Արամն էր տղես։ Երեք ձեթով հաց ենք ուտում, այսօր չորա հաց։ Աճում ենք երես, աճում ենք։ Ստեփման, հյուրասիրվի, անձամբ Մարտինից ու Արամից։ Հուսամ չես գողացել, չէ։ Բա եղավ երես, հալել քրտնինքովս եմ աշխատել։ Օրինակ, ինչ ես արել որ։ Ասեմ, չնայած բիզնես մտքերով չեն կիսվում, բայց դու հերես ես կասեմ։ Երեխեքը մոտենում մազերից կպնում են, ծնողներն դրա համար մեծ փող են տալիս։ Բայց այս բիզնես միտքը ոչ մեկի չասես, էլի, մինչև պատենդավոր եմ։ Հերս դու ինձ վստահի, տես ինչ լավ է լինելու։ Ոնց ասես, բանես։ Ոնց ասես։ Յուղի ժողովուրդը շատ չկամեցող են, Ինչի՞։ Այսքանի մեջից հենց իմը պիտի վերցնեիր։ Հա դու ուրիշինը հովա։ Հարցից չպատասխանեց։ Դե Հայկ ջան, գնացել էի խանդ, որ կրեդիտով ուտելիք առնեի, երել տեղի աշխատող աղջիկը շատ անբարյաց կամ աղջիկ դուրս եկավ, չտվեց։ Լավ, այդ կրեդիտով որ վերցնելու էր, հետո ոնց էիր վճարել։ Դե լավ, այսօրով ապրենք, հետո մի բան կմտածենք, էլի։ Այդ շորերը տելես կրեդիտով վերցրե։ Չէ, պարանից եմ վերցրել։ Գողացել ես այդ։ Վայ, հայրիկ գողացել ես։ Ես պարանից վերցնում մենակ այն շորերը, որոնք որ սխալ է կախած։ Մարդ չի դառնա հերս։ Անհանգիստ եմ, աղջկաս բան պատահած չլինի։ Արդեն ես էլ եմ սկսում անհանգստանալ։ Գոնե ուտելու բան բերեր։ Ես մտածում եմ Գաբիս կերած չլինեն, դու քո ուտելու մասին ես մտածում։ Գաբիսա, հաստատ։ Հուսանք Գաբին այլ ոչ թե ինչ-որ մեկը, որ Գաբից վատ լուր է բերել։ Չնայած վատ լուրը միշտ շուտ է տեղ հասնում։ Իսկ հիմա ուշ աղագին։ Արյարի, նայեք աղջիկս իմ համար ինչեր է առել։ Գաբի, շոր ես առել։ Հա, բա ինչ։ Գաբի օրինակ ուտելիք։ Ինքը շատ ճիշտ է արել։ Նույնիսկ նմանատիպ իրավիճակում կինը երբեք չպիտի կորցնի իր դեմքը։ Նախ կինը պիտի դեմք ունենա, որ մի հատ է կորցնի։ Լավ, վերջ։ Գաբի ջան, բայց քեզ այսքան գումար որտեղից։ Ինչ եք նայում որ ես իրան փող չեմ տվել։
տվել ես։ Այդ փողն են ես կծախսեի։ Վզնոցը։ Ինչ։ Զավենի վզնոցն եմ վաճառել։ Լավ դու չասես։ Գումերը։ Զավեն պետք չի։ Ներս Չէ, բալես դուրս։ Ես էլ ասում առավոտվանից ինչա գնացել զուգվել, պատրաստվել, բա չէ ես մենակ կգնամ, ես շատ գիտեմ ինչ։ Հարամ գնա ձեթ բեր։ ձեթն ինչ ես անում։ Գնա ձեթը բեր, նստեն Գաբի շորի վրա, որ այսօր էլ ձեթով շոր ուտեն։ Լավ, Երիկա, Զավեն։ Դե ախր լավ էլի հայրիկ իշն է, Երիկ։ Հա տարի էր իսեր ասու, հա բայց գոնե ուտելիք առներ։ Սվո, հասկացի, Գաբին կախվածություն ունի, ինքը շոփինգա մոլա, դրանից տենց շուտ հետ չեն գալիս։ Մենք պետք է ոչ թե իր վրա ջղայնանանք, այլ պետք է օգնենք, կարեկցենք։ Ինքը լուրջ հոգեբանական խնդիր ունի։ Արա! Կարող այս դու շատ լուրջ խնդիրներ ունենաս ու հատկապես աշկիտ տակ։ Հատ հանգստացի Զավեն։ Դու էլ բալես, սովուտ է։ Մարգո, ես ինչ փող։ Գաբիս մոտ էր մնացել։ Բացում էի փող չի մնացել։ Ինչի ես փողը։ Բա որ ասում եմ լուրջ հոգեբանական խնդիր ունի։ Ապրի Գաբին։ Այդ ինձ պետք է շնորհակալ լինես։ Այդ որ ես համով նագեսները տենց խրխրթացնում ես, այդ իմ վզնոցի շնորհիվ է։ Լավ դե զվո, վզնոցա էլի։ Ոնց կարելի է նյութական բարիքների պատճառով տես չարանալ։ Արամ քեզ բան ունեմ ասելու։ Ասա Գաբին ջան։ Քո ժամացույցներն եմ ծախել։ Ինչ։ Սպանեմ քեզ Գաբի։